Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Այս ցաներ օրերին մենք շարունակում ենք մեր Ծովիսով ոդքասթի թողարկումները, հերթական թողարկումն է Կիրակնորյա եթերում Անցիֆեյք լրատվականի ձեզ հետ են Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ, իսկապես շատ մութանտեր են կուտակվել Հայաստան աշխարհի վրա, եւ իհարկե դրանից երևի ցավալին, ամենալկտին, ամենածանրը դա այդ քրեական գործիքարությունն է կաթողիկոսի նկատմամբ, որը որ կարծես թե պատահական չեղավ, որը որ ունեցավ բավականին երկար նախապատմություն, եւ մոտակա նախապատմություն եւ հեռակա, այսինքն ամեն ինչը սկսվեց փաստորեն երկու սրբազանների ձերբակալությունից, դրանից հետո եղավ հարձակման փորձ Էջմիածնի վրա, եւ հետո ուրեմն Արագածոտնում տասնյակից ավելի քահանաներ բերման ենթարկվեցին, եւ ի վերջո ուրեմն եղավ այս աստվածաանար, այս սարսափելի որոշումը։ Իսկապես, ընդ որում նախավերջին արարը Արագածոտնի թեմի նկատմամբ այս հայտարարակ հարձակումը, որի պատճառով իդեպ լրջագույն խնդիրներ են առաջացել։ Թաղումներ են եղել, որ պայմանավորված են եղել, քահանաները չեն կարողացել գնալ, որտեղ որ ասում ես բերման ենթարկված, արի ասենք ձերբակալված, որտեղ ձերբակալված են եղել։ Մարդիկ ռեալ եղել են ձերբակալված։ Այս պահին էլ 3 անձ է անազատության մեջ, թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, 2 ամսյա կալանք, ուրեմն կալանավորված է նաև 4-րդ մեր հոգևորականը քահանայական արդեն աստիճանով Մուղնի քահանան եւ 3-րդ անձը հաշվապահն է, որին 1 ամսյա թե 2 ամսյա տնային կալանք է որոշել դատարանը։ Ամեն դեպքում տնային կալանք է որոշել, 2 բանտային կալանք, 1 տնային կալանք, այսինքն այս պահի դրությամբ մենք արդեն ունենք 3 բարձրաստիճան հոգևորական եւ 1 քահանա անազատության մեջ, սա է իրականությունը, այսինքն այս նախապատրաստությունը նաեւ այս շաբաթվա առաջի օրերը ընդգրկեցին եւ երեկ էլ հրապարակվեց այդ հայտնի գաղտնալսումը, ակնհայտ է գաղտնալսում էր, գաղտնալսման ձայնագրությունը, որ ըստ իրենց պնդման 2023-ին է արվել։ Դու լսել ես Աղաս։ Չէ, չեմ լսել, գրածն եմ տեսել։ Այսինքն բովանդակությանը ծանոթ ես։ Ռասպեչատկա, հա։ Գիտես, հետաքրքիր է քո կարծիքը էլի բովանդակության մասին։ Հիմա ես ասեմ քեզ, ուրեմն շատ ինչի ես հիշեցի այս նախապատմությունը, հա, որ Տիկոն աշխատում այստեղ շատ հայտնի սկզբունքով, այսպես կոչված Օվերտոնի պատուհանի սկզբունքով, այսինքն մի քայլ է անում, տեսնում այդ քայլի հանդեպ վերաբերմունքը, երկրորդ քայլն անում, երրորդ քայլում արդեն բոլորի համար բնական է, որ այո, պետք է եկեղեցականներին ձերբակալել, այսինքն լավ ձերբակալել է, բայց դրա դեմ ինչ կարող ենք անել, սպասենք տեսնենք ինչ է լինելու, եւ այսպես հերթական քայլերով ուրեմն գալիս հասնում է մինչեւ վերջին չստանալով որևէ դիմադրություն։ Այսինքն նոր նորմալություններ ստեղծելով, քայլ առ քայլ ստեղծում է, օրինակ, չգիտեմ, 2000 անգամ 25 թվականի մայիսին ով կպատկերացներ Վեհարանի պատկերը դիմակավորված ենթադրաբար ազգությամբ հայ, վստահ լինել չեն կարող, բայց ենթադրաբար ազգությամբ հայ իրավապահների ֆոնին։ Այդպես բան ում մտքով կանցներ, չէ, 2025 թվականի մայիսին։ Բայց հիմա արդեն նոր նորմալություն է, արդեն դա հիմա որ խոզարկության որոշմամբ գնա Վեհարան, այդ պատկերը առաջին անգամ չի որ մենք կտեսնենք այդ դիմակավորված իրավապահները Վեհարանի ֆոնին։ Առաջին անգամ չի որ կտեսնենք։ Այդ չէ նկատի ունենում։ Այո։ Եվ գիտես ինչ, այսինքն եթե մենք սա արդեն ոնց որ դու ես ասում ընդունում ենք որպես նոր նորմալություն, ապա ինչ է խանգարում, որ ենթադրենք վաղը կամ վաղը չեմ լսորը ընդունենք որպես նոր նորմալություն այն, որ մեղրին հանձնվել է թուրքերին, որ չգիտեմ, կապանը հանձնվել է թուրքերին։ Քայլ առ քայլ, կամաց, հա, այդպես միանգամից մեծ թափով չի արվում, այլ աստիճանաբար մեզ սովորեցնելով։ Դեսեմ հին դաժապատմություն կա, հա, որ մեկը գնում է բժշկի մոտ, բժիշկը ասած
հետաքննում է, հետաքննելը ձեր բառներ, հետազոտում է եւ հետազոտությունից հետո ասում է, որ մոտդ ուրեմն շատ տարածված քաղցք եղավ։ Հետո ասում է, բա ինչ պետք է անեմ, ժիշտ ասում է երևի սկսեց ցեխի վաննաներ ընդունել։ Արդեն ասում է ինչու կօգնի դա, ասում է չգիտեմ կօգնի թե չէ, բայց թող մարմինը կամաց հողին սովորի։ Հիմա մենք այդ վիճակում ենք, հա, կամաց մեր մարմինը ուրեմն սովորեցնում են հողին։ Ես լրիվ համաձայն եմ։ Հա։ Լրիվ համաձայն եմ եւ ուղղակի շարունակելով ոչ միայն ֆիզիկական աշխարհում, այլև հոգեվոր աշխարհում մենք նույն բանը կարող ենք ունենալ։ Օրինակ ես չեմ բացառում, որ ինչպես այլ հարցերում է ադրբեջանա-թուրքական պրոպագանդայի հետևից գնում, օրինակ դու գիտես ադրբեջանցիները էջմիածին բառը որ մաքուր հայկական է, չէ, էջմիածին է, որ թվում է թե որևէ կերպ հնարավոր չէ, էլի որևէ կերպ վիճարկել միացնի էջքը հայտնի Ագաթան Գեղոսուի մոտ նկարագրված Գրիգոր Լուսավորչի տեսիլքը, որտեղ որ մի խոսքով էջ միացին։ Հիմա այս հարևանները ոչ բարով ասում է չէ, դա եղել է üç müezzin 3 müezzinներ, ինչ որ sense մի բան, ընդ որում ես գիտեմ դրա ստեղծումը այդ միֆի, ոնց որ թե իրանք չեն եղել ծաղրելու համար մեր ինչ որ քարոզչական այդ ժամանակին որ բաներ են գնում, բատալյաններ են գնում, մերոնցից մեկը ասում է լավա չեք էջմիածնի անուններ üç müezzin դնում, ու ոնց որ դրանց դուրը եկել, ու հիմա էլ ասում են դա մեր հին üç müezzin, արդեն լուրջ, հասկանում ես։ Ես չեմ զարմանա, որ վաղը մյուսօր Նիկոլա ասի դες մարդիկ ճիշտ են ասում, դա էջմիածին չի, դա üç müezzin է, դա ադրբեջանական է։ Չեմ զարմանա, որ վաղը մյուսօր ասի դե լավ, դե Մեսրոպ Պաշտոսներ յանի ինչա նոր տառեր հնարել են, մենք դնենք լատիներենով կամ թուրքերեն տառերով դնենք գրենք էլի, որ նույն լատիներեն տառերն են, դե մի երկու բան ավել է, դե տեսեք օրինակ լատիներենում ղ չկա, բայց թուրքերը ղ տառը հնարել են, եկեք թուրքական տարբերակը վերցնեք լատիներեն։ Դա ընդհանրապես բացառված չի, ընդհանրապես։ Բացարձակ եւ մենք կընդունենք դա, հասկանում ես, որովհետեւ կա մի 15% խելագար Պողոսներ, որոնք որ Նիկոլը ինչ ասում են այո, հա, իսկ մնացածը ոչինչ չեն ասում։ Չէ, ես համաձայն չեմ։ Ես չեմ համարում, որ մենք կարող ենք նախ այդ թվի հետ կապված այդ խելագար որպես կանոն մոլորյալ մարդիկ են լինում, աշխատել են այս մարդկանց հետ աշխատել են իրանց մեջի եղած չարությունները, վախերը եւ այլն աշխատել են դրա հետ, իրենց այդ սոցիալական հարթակներով, բանով այդ մարդկանց հետ աշխատում են եւ բերում են նրան, որ ասենք այդ մարդիկ իրանց թույլ տան, չգիտեմ, սևազգես սատանաներ, այս ինչեր, տենց սրբապղծություններ անեն եւ դա խրախուսում են։ Ամեն կերպ դա խրախուսում են։ Այստեղ խնդիրը 80%-ի մեջ է, որ օրինակ որպես դրական բան ասեմ, երեկվանից ես տեսնում եմ նաև մարդիկ են գրում, որոնք որ հələ որ գրում, որոնք որ երբեք այտենց աչքի չեն ընկել, էլի սա այն հարցն է, որ ես հույս ունեմ, չգիտեմ, եմր ասում Աստծո ուղիները անկնելի են, ինչ իմանանք թե որը ոնց է եղել, ինչ պատճառով, որ կարող է պատահի Նիկոլը գնա այս սրբապղծությանը եւ գուցե սա լինի իր, չգիտեմ, այն սխալը ոնց են ասում, իր վատերլոն լինի, լավ, այսպես ձևակերպ։ Տեսեք, ես չասեմ, թե ես ավելի վատատես եմ, ես ավելի ռեալիստ եմ, եւ կարծում Նիկոլը կգնա քայլին եւ այդ քայլն կմարսի, չգիտեմ։ Դե այդ տարբերակը ես ավելի հավանական եմ համարում, քան մյուսները, բայց նաեւ ասեմ, որ սա լրիվ ուրիշ տիրույթ է, էլի, սա լրիվ ուրիշ ոլորտ է, չենք կարող իմանալ մարդկանց մեջ եղած այդ բաները ոնց կդրսևորվեն, առավել եւս, որ գիտես այն մարդիկ ովքեր որ վեհապարի հետ շփվել են, իսկ այդ մարդիկ քիչ չեն եւ նաեւ գիտեն են իր նկատմամբ այդ կեղտոտ պրոպագանդան, միանգամից տեսնում են, չէ, այդ դրանց իրար հակասությունը։ Ես որպես վեհապարի հետ շփվելու պատիվ ունեցած մարդ կարող եմ ասեմ, որ նույնիսկ անսպասելիության աշճանի ջերմություն, դրական էներգիա եւ այլն, սա ուրիշ տիրույթ է։ Հավատքով ապրող մարդկանց համար ուրիշ տիրույթ է եւ գուցե մեր երկրում այդ թվով մարդիկ կլինեն, որոնք որ իրենց հավատքով են ապրում, իրենց գործերով են ապրում, հանրային քաղաքական հարցերով շատ չեն հետաքրքրվում, բայց այս հարցը իրենց համար սկզբունքայինից էր, սկզբունքային կլինի, որտեվ սա մեր հոգեվորականներից էր մեկն էր գրել, ասել էր ես մինչև վերջ եմ կանգնելու, որովհետև եթե մենք թույլ տանք, որ վեհապարի նկատմամբ այս ոտնձգությունը լինի, դա նշանակում է անեծքի ենթարկել մեր ողջ ազգը, ես թույլ չեմ տա, որ մեր ազգը այս անեծքի տակ կգնի, որտեղ մենք բոլորս ենք
թողտվություն իրականացնողները։ Այսպիսի բաներ են, այսպիսի իրավիճակ է իրականում հանրային տիրույթում, թեև ես դեմ եմ այսպես հույսի վաճառականությանը եւ ես էլ դրանով չեմ զբաղվում, ընդհանրապես իմ անձնական զգացողություններն եմ ասում եւ հատուկ էլ երեք որ գրառում է արել, գրել է եթե լինի կոչ։ Ես չգիտեմ կոչ լինելու է թե չէ։ Իդես դու նոր հարցերեցիր թե ինչ տպավորություն կար այդ գաղտնի լսումից, հա։ Ես չեմ ուզում բովանդակության մասին խոսեմ։ Ես ուզում եմ խոսեմ այն մասին, որ մարդիկ արդեն պետք է զգուշանան ոչ միայն հանրային տիրույթում ինչ որ բաներ ասելուց, այսինքն շատ անմեղ բաներ կարող են ասել հանրային տիրույթում, որ հանկարծ կարող է վերցնել սա շուտ տալ, այլև մասնավոր զրույցներում, մասնավոր հեռախոսազրույցներում, հա, այլ ուղղակի կարծիքների փոխանակում արդեն դառնում է փաստորեն խնդրահարույց, կարծիք հայտնելու, կարծիք փոխանակելու, ուրեմն կարող է դու քրեական հոդվածի տակ գտնես։ Սա է ամենասարսափելի հետևությունը։ Մարդիկ չգիտես ոնց ես քեզ պահելու։ Դե տես, ես կարծում եմ, որ այն փողերը, որ ծախսվում էին, օրինակ հայրենիք պահելու համար, բանակ պահելու համար, եւ այլն, հիմա այդ ծախսերը անելու կարիք արդեն էս մարդիկ չունեն, եւ այդ փողերը օրինակ ոնց հասկանում եմ բյուջեները քանի որ մեծանում, ուղղում են իրավապահ մարմիններին, որ գաղթալսող նոր սարքեր ձեռք բերեն, այս անեն, այդ առումով զգուշանալ երևի պետք է, բայց դե վախենալ էլ տենց բան չի, ինչ պետք է անեն, թող անեն փակեն։ Գիտես, նայ, ասում ես իրավապահ մարմիններին, հա, հիմա մենք տեսնում ենք գայելն են անցած շաբաթվա իրադարձությունները։ Քանի աղմկոտ սպանություն եղավ Հայաստանում։ Հենց էսա, փոխանակ զբաղվեն այդ հարցերով։ Հա, երեք էլի ինչ որ սպիտակի քաղաքապետ ինչ որ մեկին ծեծել, գրեղավարում չգիտեմ փող քաղաքապետն ինչ որ մեկին ծեծել։ Այսինքն այդ փողերը դրանք չեն ուղղվում ուրեմն հանրային կարգ պաշտպանելու։ Այդ փողերը ուղղվում են փաստորեն ռեժիմ պահելու։ Ես կարդացի ինչ որ այդ գործերից մեկում 54 քննիչ էր ներգրավված, հա, եւ ինչ են անում այս քննիչները, ընդհանրապես վերցնում են տեքստերի, ինչ ասեմ, վերլուծությամբ են զբաղվում եւ տեսնեն թե որտեղ կարելի է ինչ կեղտ գտնել, որ դրա գործ կարելով, աղաս, գործ կարելով դրանով են զբաղվում։ Չէ, գործ կարելն էլ կա, տես, գործ կարելն էլ կա, այսինքն վերցնում ես ինչ որ հաշվապահությունը, ես չգիտեմ, այդ ինչ է կոչում վկաների, հա, ինչ որ, բայց տվյալ դեպքում պարզապես վերցնում են տեքստաբանությամբ են զբաղվում սրանք։ Սա այդ գործ կարելու այլ մակարդակ է։ Եվ բնականաբար ասեք այդ քննիչները որ դրանով են զբաղված, այդ հանցագործներն էլ հանգիստ ֆրֆռում են, աչուծախ սպանում են։ Էս է մեր իրականությունը։ Ավելի այդ հանցագործները տեսնում են, ասում են այնտեղ վրեժի հողի վրա եղել, չգիտեմ ինչ եղել, հանցագործներն տեսնում են, որ իրավական ճանապարհով լուծումների չես կարող գալ։ Ուրեմն մնում է այսպիսի որոշում։ Մենք չեմ խոսում այն մասին, որ քաղաքական շատ դեմքեր այդ հանցագործությունների մեջ են ներգրավված եւ նախ հասկանում են, որ եթե քպայական ես, քեզ ամեն ինչ թույլատրելի է։ Համաձայն եմ, վերադառնալով վերջի իրադարձություններին, նաեւ նշեմ, որ գիտես, այստեղ մի կարևոր բան կա, որ այդպես մի քիչ աշխատող արվում, դա խոզարկությունների հարցն է։ Հիմա մյուս դեպքերի օրինակը վերցնելով, ակնհայտ է, որ կամ այս պահին շաբաթօրն է լինելու, շաբաթօրն ենք մենք։ Ուզում եմ որ նկատի ունենաք, որ շաբաթօրն ենք մենք սա ձայնագրում, կեսօրին, նույնիսկ մինչև քաղբանտարկյալների ազատության համար մեր ձևով շարժման հանրահավաքը, մենք հանրահավաքն էլ հիմա քննարկենք, բայց նկատի ունեցեք, որ երբ դուք սա դիտեք, արդեն հանրահավաքը տեղի ունեցած է լինելու եւ մենք չգիտենք ինչա տեղի ունենալու շաբաթօրվա երկրորդ կեսին եւ կիրակի օրը մինչեւ երեկո։ Սա հատուկ ընդգծենք։ Խոզարկությունների մասին շատ կարճ ասեմ։ Այ խոզարկությունները դարել են ռեպրեսիվ գործիք մեր երկրում, վաղուց են դարել։ Եվ երբեմն դրանք բացարձակ անիմաստ են օգտագործվում։ Ուղղակի այդ խոզարկությունները թույլ տվող դատավորների մասին շատ քչերն է խոսում։ Ես կարծում եմ դա պետք է անպայման ֆիքսել, որովհետև դա ծածուկ է լինում, գաղտնի է լինում, ինչը նորմալ է, որովհետև խոզարկությունը հանկարծակի գործողություն է, դու չպետք է իմանաս խոզարկության մասին։ Հիմա բոլորը գիտեն, որ մոտակա օրերս Վեհարանում պետք է տեղի ունենա խոզարկություն։ Արդյոք ողջամիտ է մտածել, դատավորի տեսանկյունից եմ ասում, որ այնտեղ կարող է ինչ-որ բան գտնեն, որ իրենց հետաքրքրի։ Բնականաբար ոչ։
Էլ չեմ ասում, որ գործ ունենք Վեհարանի հետ, որը սրբություն սրբոցն է, որտեղ պահվում են լիքը դարերի մասունքներ, սկսած Խաչապայտի մասունքից մինչև վերջի դարերը սրբերի եւ այլն, դա սրբության սրբոց է։ Եվ ես, չգիտեմ, չեմ ասում հույս ունեմ, որտեղ ես չի որ տենց հույս ունեմ, բայց վայ են մարդուն, որ ստորագրելու է Վեհարանի խուզարկության որոշման տակ։ Հələ մի կողմ թողնեմ այդ հոգևոր կողմը, ես դա համարում եմ հանցագործություն։ Ես դա համարում եմ ոչ թե պարզապես սխալ որոշում, այլև հանցագործություն, որովհետև այդպիսի միջամտությունը իմ նշած երկու կարևորագույն պատճառներով Վեհարանի գործոն եւ հանկարծակիության գործոնի բացակայություն ուղղակի հանցագործության մակարդակի աբերում այդ որոշումը ակնհայտ ապօրինի դատական ակտ։ Լսի, իսկ ասեք այդ գաղտնալսումները ստորագրող դատավորների մասին ինչ կարծիք ես։ Փաստորեն այդ գաղտնալսումը եղել է տարիներ առաջ, չէ՞։ Աղա ջան, նայի, եթե իրենք այս ձայնագրությունը օրինական ճանապարհով վերցրած լինեին, իրանք սլիվ չէին անի։ Հասկանում ես։ Իրանք սլիվ չէին անի։ Իրանք այն իրանք ձևերով մենք ունենք այսպիսի գաղտնալսում, այսինչ այնինչ չեն կարա 2023 թվականին չեն կարող հետին թվով դա անել, օրենքով ինչ որ ժամկետներ կան։ Առավել եւս այս դեպքում, որ միջին ծանրության արարքը դրա հիման վրա քրեական վարույթ էլ, իսկին ինչի հիման վրա են լսել։ Ինչ հանցագործության շրջանակներում են լսել։ Բնականաբար սա եղել է ապօրինի ձայնագրություն եւ դրա համար էլ իրանք սլիվ տարբերակով են արել։ Իդեպ սա առաջի դեպքը չի։ Իհարկե, այսպես արդիկ շատ քաղաքական հետապնդումներ մոռանում են, բայց օրինակ հիշենք Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դեռ հեռավոր 2020 ուրեմն 2 թվականին։ Այդ ժամանակ էլ կար գաղտնալսում, բայց այդ գաղտնալսումը ապօրինի էր, դրա համար էլի սլիվ արեցին։ Հասկանում ես։ Չէ, չեմ հասկանում։ Հիմա ուրեմն նայ, դու ճիշտ ես անում, որ չես հասկանում, որովհետև փոխանակ, ինչպես օրինակ Արտուր Վանեցյան, այն ինչ էր այն մյուսի անունը, Խաչատրյան, հիշում ես այդ գաղտնալսման ժամանակ։ Միանգամից քրեական վարույթ նախաձեռնեցին գաղտնալսման փաստի արդիվ, այսով ապօրինի գաղտնալսել ես մարդկանց։ Նույնը ստեղ պետք է լիներ։ Նույն ձևով սլիվ ա եղել, չէ՞։ Ով է գաղտնալսողը։ Դիմում չի եղել, որ ասենք։ Ինչ չի եղել։ Վարույթը դիմում, որ վարույթ նախաձեռնել։ Այս դեպքում դե սլիվի հիման վրա է եղել։ Ուրեմն քայլերի հաջորդականությունը հետևյալն է, լինում է սլիվը տեսնում է պայմանական Դանիել Յովհաննիսյանը, պայմանական Դանիել Յովհաննիսյանը ուղարկում է բանը հանցագործության մասին հաղորդում է գրում եւ որի հիման վրա հարուցվում է քրեական վարույթ եւ այլն եւ այլն։ Օրինակ այդպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդի պարագայում։ Ուղղակի ոչ թե սլիվ էր, այլ այն Տեր Արամ անունով անձի եթերներ Պետրոսի մոտ։ Դա նայում է Դանիելը, գրում է Դանոսի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնում եւ այլն։ Ուշադրություն դարձրեք։ Դիժուրնի Դանոսչիկ Հայաստանի Հանրապետության։ Նայ, դաժե դիժուրնի Դանոսչիկ Դանիելը։ Նորահայտ Սիլվան, հա, հիշում ես, Սիլվա կար մի հատ։ Հա դու Սիլվայի կներես, Սիլվան իրավունք ունի, եթե Սիլվան քեզ դատի տվեց այս քո խոսքերի համար, կներես ես քեզ չեմ պաշտպանելու։ Ус կարելի է։ Ասում է Սիլվան։ Սպասեք Կոչոբոյանը դուրս գային կպաշտպանի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քաղբանտարկյալի անուն տվեցիր, ամեն դեպքում տես դաժե ամենայն այսպես բոլոր գործերով, բոլոր հարցերի փորձագետ, բոլոր հարցերով դանոսչիկ Դանիել Յովհաննիսյանը, այսինքն դանոսչիկ ասելով, ստեղ նկատի ունենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնող, էլի։ Այդ մարդը ասում է, ես ոչ մի անպատվաբեր բան այդտեղ չեմ տեսնում, ես դա լավ բան եմ համարում, արել եմ ու էլի եմ անելու։ Ուշադրություն դարձել ես, չէ՞։ Հա, այդ մարդը ասում է, ես տենց եմ, ախպեր, ես գրելու եմ։ Հիմա հրամայ ուշադրություն դարձեք, այս դեպքում դաժե Դանիելը դրա տակ չմտավ։ Ամենայն հայոց կաթողիկոսի պարագայում։ Դաժե Դանիելը դրա տակ չմտավ, դա իրանք իրաց ներքին մեխանիզմներով արեցին, այսինքն հանցագործության մասին հաղորդման հիման վրա չարեցին։ Պատկերացրու։ Հիմա նայ, գիտես ինչ է նրբությունը։ Որ դա փաստորեն ակնհայտ ապօրինի, ուրեմն ինչ որ փաստ է, չէ, ակնհայտ ապօրինի։ Այո։ Եվ նրանք ոկանաչափ լեկտի են, որ դրանով գտնվում է դատարան։ Հասկանում ես։
Այսինքն նրանք արդեն գիտեն, որ դատարանը իրենց գրպանում է, վերել ինչ զիբիլ թուղթ են գցեն, դրա հիման վրա ուրեմն դատարանը մեղադրանք է ներկայացնել։ Դու ոչ թե մեղադրանք, այլ դա թույլտվություն է տալու խուզարկության մասին է այստեղ խոսքը, որտեղ ձերբակալման համար դատարանի թույլտվություն պետք չի։ Ամեն դեպքում սա ինչ-որ պատժի մեջուց է, էլի։ Միանշանակ, բայց այստեղ մի կարևոր բան։ Իրանք օրինակ, եթե լսած լիներ ձայնագրության վերջում, այսինքն տպավորություն կարող է լիներ կամ իրանք փորձեին իրանք մաքրելու համար, օրինակ պայմանական եմ ասում, չգիտեմ էլ, լավ բաներ չեմ լսել, բայց չեմ ուզում խղճից ծանրություն վերցնեմ եւ հիմա շատ բաներ խոսեմ, որտեղ համացանցում հայտնվել է։ Նաթան Սրբազանի խոսակցի մասին է խոսքը, նախկին հոգևորական։ Ահա։ Այդ մարդու մասին է խոսքը։ Իրանք հիմա առաջին ինչ պետք է անեն։ Երևի այս պահին այդ մարդուն հարցաքննում են, երբ որ մենք սա ձայնագրում ենք։ Դե իրանք առաջի գործը այդ պետք է լինի։ Հրավիրել, կանչել, բերել հարցաքննության։ Իմ կարծիքով այդ հարցաքննության բովանդակությունը արդեն որոշված է, ես այդպես եմ ենթադրում, տա Աստված սխալվեմ, բայց իրան հարցնելու են, ասելու են, հա դու ես ձայնագրել։ Տես, հիմա այդ տարբերակը չկա մի պարզ պատճառով։ Այդ գաղտնալսումը դրանով չի ավարտվում։ Դրանից հետո շարունակում է հենց Նաթան Սրբազանի զրույցը մեկ այլ անձի հետ։ Այսինքն ինքը չի կարող արդեն ասել, դա ես եմ ձայնագրել, դա գաղտնալսում չի եղել, ձայնագրել եմ, հեռախոսից մեջ մնացել, հետո ես մի խոսքով։ Այսինքն սա ակնհայտ գաղտնալսում է։ Եվ եթե ֆիքսվի, որ սա ակնհայտ գաղտնալսում է եւ արդեն կարելի է ֆիքսված համարել, ուրեմն պետք է քրեական վարույթ առաջի հերթին դրանով նախաձեռնվի։ Այդ ինչի եք դուք իրականացնում ապօրինի գաղտնալսումներ, որտեղ եթե օրինական լիներ, հենա օրինական ճանապարհով կգնայիք։ Ինչի եք դուք իրականացնում ապօրինի գաղտնալսում։ Գիտես ինչի մասին է, այդ ամեն ինչը որ ասած փորձենք ուրեմն իտոգի բերել, հա, մենք տեսնում ենք հետեւյալը, որ Հայաստանում չկա դատական համակարգ։ Այս դատարաններ կոչված, դրանք պատժի մեխանիզմներ են բացառած։ Ուրեմն խոսքը միայն այս Սուրբ Էջմիածնի հանդեպ այս մտածությունների չի վերաբերում, հա, խոսքը վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի հետ կապված չէ, որ ինչ որ մի խոսքի ինչքան ժամանակ արդեն նստած է։ 4 ամիս։ Մի խոսքի հիման վրա, հա, մի խոսքի հիման վրա 4 ամիս նստածրել են, ինչ քննչակագործողություններ են կատարում, անհասկանալի է, անհեթեթ է, այսինքն խոսքը մի անգամ ասել է, այլ դրանից հետո ինչ պետք է անել։ Որևէ կերպ չեմ ուզում արդարացնեմ ոչ դատական համակարգի եւ այլն, բայց մի հատ ֆիքսեք մի կարևոր բան։ Այս վերջի որոշման մեջ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Դատարանը արդեն երկրորդ անգամ հիմնավոր կասկածի բացակայություն ճանաչեց Սամվել Կարապետյանի վրա դրված այն մյուս հանցակազմերով, այդ մեր ձևով ասած հաստեղ հիմնավոր կասկած կա, բայց փողերի լվացու հարկերից խուսափում ես ինչ են ինչ, այդտեղ հիմնավոր կասկածի բացակայություն ֆիքսեց։ Դա հաճախ պատահող բան չի, արձանագրենք։ Արձանագրեցինք, բայց դա էլի ապացուցում է, որ ուրեմն անիմաստ կերպով այդ մարդու պահել են, հա, գնացել են ինչ-որ փորձել են նոր մեղադրանքներ վրա սարքել, չի ստացվել, չգիտեմ։ Սրանից մի հետևություն կարելի է անել։ Ռեժիմի խնդիրը Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելն է։ Թե ինչ հիմքով, ոնց, դա երևի թե նրանց կոմունիկացիայի դատավորների դատական իշխանության նկատմամբ միջամտության տիրույթից դուրս է կամ էական չեն համարում։ Կոպիտ ասած, պայմանական եմ ասում, այս դեպքը որպես հիմք չընդունենք, կալանք մեզ պետքա որ կալանք տաս, թե ինչ հիմքով ես տալու, ոնց ես տալու, ինչ ես անելու, դա քո գործն է։ Սենց ինչ որ էլի մոտարապես։ Այդպես, հա, այս ներքին խնդիրների հետ կապված ինձ թվում է վերջին ընթացքում հանրային ուշադրությունը ավելի թուլացել է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ, հա։ Կարծես թե դրանք նաև այդ նպատակն են հետապնդում, չգիտեմ, ամեն դեպքում կարծես թե պրոյեկտը արկախված է, չնայած տարբեր կողմերից ինչ որ տեխնիկական խորհրդակցություններ են տալիս, ինչ-որ փողեր են առանձնացնում, եւ ես կարծում եմ, այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը կաշխատի այն ժամանակ, երբ որ այսպես կոչված խաղաղության թուղթը ստորագրի Նիկոլը։ Դե երևի։ Չէ՞, կարծիքի չես։ Հիմա, բայց մենք տեսնում ենք, թե Ալիևը ինչ նախապայմաններ է դրել այդ թուղթը ստորագրելու համար։ Այսինքն մենք սկզբում ասում էր, թե միայն սահմանադրության փոփոխությունն է, հիմա բարձում է, որ չէ։
ուրեմն երկրորդ նախապայմանը դա հայոց բանակի վերացումն է, որը որ Նիկոլա հաջողությամբ անում է։ Երրորդ նախապայմանը դա հայ առաքելական եկեղեցու վերացնելն է, եւ իհարկե չորրորդ նախապայմանը մենք տեսնում ենք, որ դա արցախցիներին Հայաստանից քշելն է։ Այս նախապայմանները փաստորեն միջև Նիկոլոչյանի այդ Զանգեզուրի միջանցքը չի աշխատի։ Դե ասածիդ մեջ տրամաբանություն կա, այսինքն դա որոշ մասը հրապարակային է, որոշ մասը չէ, բայց գործողություններից մենք տեսնում ենք, որ այդ իրանց կոպիտ ասած վզին դրված է, օկուպացնողների կողմից օկուպացիոն ռեժիմի վրա դրված է, էլի։ Եվ Նիկոլը ընդամենը մի նախապայման Ալիևին առաջադրել, դա այն է, որ ուրեմն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մնա պատանդի կարգավիճակում, պետք է մնա պատվի բան։ Դե ես էլ ունեմ նման տպավորություն։ Գործողությունների տրամաբանությունից, գործողությունների հաջորդականությունից։ Այսինքն հանգարց բաց չթողնես։ Հա, հանգարց բաց չթողնես։ Ես էլ եմ տեսնում այդ տրամաբանությունը։ Արի անդրադառնանք վերջում նաև սպասվող հանրահավաքին, դու ինչ որ քաղաքագիտական նկատառումներ ունես մեր ձևով շարժման, որտեղ այս վերջի շրջանում բավական տենց ոնց որ թափ հավաքելու տպավորություն եք ստանում, բավական դրական process եք տեսնում, շատ մարդիկ են միանում եւ այլն, դու քաղաքագիտական ինչ որ տեսանկյունից այստեղ ասելիք ունես։ Դե ասելիքս նախայն է, որ այս շարժման, այսպես ասած, ոտքերը թուլանում են նրանից, որ շարժման իրական առաջնորդը հիմա գտնվում է բանտում։ Սա կարևոր գործոն է, խոսենք մասին։ Շարժումը ունի խնդիրներն այն են, որ ուրեմն պետքա շարժման մեջ լինեն մարդիկ, ովքեր որևէ կերպ նախկինների հետ չեն առնչվում, պետք է ինչ նշանակում։ Պետք է, այսինքն իրանց կողմից իրանց իսկ արժև դրված խնդիրն է, հա, այդ էս ուզում ասես։ Այո, իրանց արժև այդ խնդիրն է դրել, եւ դա ըստ էության ճիշտ խնդիր է։ Որովհետև նախկինների հետ կապված միշտ կարող են պոզապոչ կպցնել, դες չեղաստեղում ուրեմն վերցնում մեծ պատմություն է սարքում, իսկ եթե ինչ-որ մի փոքր կապ եղավ, այդ ժամանակ ինչ կան։ Բայց դա ուրիշ խնդիր է։ Այսինքն հանրային կյանքում ակտիվ եղած մարդիկ այս կամ այն կերպ ինչ-որ մի քաղաքական շարժման, քաղաքական կուսակցության հետ առնչվել են եւ դրա համար ուրեմն մի քիչ բարդ է լինելու այս շարժման համար իր նորընծաներին հավաքել, կարծես թե վակուումից, հա։ Չգիտեմ, ամեն դեպքում ես կարող եմ քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում, տենց ասել, որ մենք նախկինների հետ կապ չունենք, այդ թեզը առաջ բրթել, մի շատ դրական իմ կարծիքով հանրային կերպար ունեցող անձի Նարեկ Կարապետյանի մասին է խոսքը շուրթերով, որի հայրը եղել է երկար տարիներ աշխատակազմի ղեկավար նախորդ իշխանությունների ժամանակ։ Մի քիչ դժվար է դա, էլի։ Իրական դեպքում այդ թեզը դրել են իրաց առաջ։ Իհարկե, այս շարժման հետ շատ մեծ հույսեր օրինակ կարելի է կապել, բայց այն դեպքում, եթե շարժումը լինի վճռական։ Այո, վճռականության գործոնը շատ կարևոր է։ Այսօր օրակարգը հայտարարել են քաղբանտարկյալների հարցով, մենք վստահ ենք, ես վստահ եմ ամեն դեպքում, մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Սամվել Կարապետյանից բացի մյուս բոլոր քաղբանտարկյալներին էլ անդրադարձ կատարվելու, բոլոր քաղբանտարկյալներին, ես դրա մասին շատ եմ խոսում, հիմա չեմ ուզում նորից կրկնվել, որ մեզ անհրաժեշտ է հարթակ քաղաքական հարթակ քաղբանտարկյալների պաշտպանության համար, եւ սա այսօրվա հանրահավաքը, որը դուք որ դիտեք ես մեր եթերը, արդեն հանրահավաքը ավարտված է լինելու, մենք նկարում ենք հանրահավաքից առաջ, ցավոք սրտի ժամանակային տարբերության բերումով չկարողացանք ավելի շուտ, բայց հույս ունենք, որ հանրահավաքը իրոք կլինի մարդաշատ եւ վճռական եւ հստակ ուղերձներով, եթե քաղբանտարկյալների մասով է, բոլոր քաղբանտարկյալների ազատության հստակ ուղերձներով, պարզա իրանց նաև օրակարգում է եւ մայրաթորի պաշտպանությունը, հուսով եմ նաև այս մասով էլ կլինեն շատ հստակ ուղերձներ ու վճռական ուղերձներ։ Երևի թե այսքան ավելացնելու բան ունես։ Դե չէ, ինչ ավելացնենք, որ պետք է սպասենք, տեսնենք հանրահավաքը ինչպես ընթանում,
եւ դրանից հետո արտադրել են նոր Շատ լավ։ Շատ լավ։ Դե այսքանով ավարտենք մեր հերթական ծովից ծովը։ Դուք կարող եք մեզ դիտել ամեն կիրակի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով ժամը քանիսին 9-ին, հա? 9-ա թե 7-ա? 9, հա, 9 AM եւ մեր podcast-ը դուք կարող եք տեսնել, հեռարձակվում է Anti-Fake-ի հարթակում, նկարագրության մեջ կարող եք տեսնել այն բոլոր տարբերակները, որով կարող եք օգնել մեր ընկերներին, մեր գործընկերներին Anti-Fake-ին եւ կոչ ենք անում ձեզ հնարավորության դեպքում լայքել եւ մեկնաբանություններ թողնել, մենք անպայման դրանք կարդում եւ հաշվի ենք առնում։ Տիկին Անյանին էլ ողջույններ, որտեղ բոլոր մեր բոլոր մեր եթերների տակ Տիկին Անյան մի հատ մեզ բարևում է, մենք էլ Աղաս ջան, երևի դու էլ հարցում, մենք էլ բարևում ենք Տիկին Անյան։ Շատ լավ, դե լավ, հարգելի դիտողներ, ստեսություն, մինչև հաջորդ շաբաթ։